պատմում, ես էլի սահմաններում կլինեմ, մինչև մեր բանակը հզորանա, կայանա, մենք միշտ եղել ենք, մենք ինքնագլուխ գործնենք չենք արել տարիների ընթացքում, միշտ եղել ենք բանակի, մեր զինվորի կողքին եւ այսօր էլ ենք լինելու։ Ընդհանուր ես չեմ կարող բան տամ, թե որն է ճիշտ, որն է սխալ, ժողովրդի մեծամասնությունը կողմը մարդիկ կամ դեմ են, ինչ-որ մադիր Ինչպես եք կարծում, պարոն Միքայելյան, արդյոք դա պրոֆեսիոնալ բանակի հիմք կարող է հանդիսանալ։ Պրոֆեսիոնալ բանակը պետք է առողջ երեխեք զորակոչվեն բանակ, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Այսօր ցավոք սրտի մեր երիտասարդությունը հիվանդ է, մեծամասնությունը ազատում են ծառայությունից կամ պրոֆեսիոնալ բանակը կայանա թե տարեկեսվա դեպքում, թե 2 տարվա դեպքում էր։ Հիմնականում զորահավաքներ կլինի, մարդիկ ներքաշվեն ընդհանուր Հայաստան Հանրապետության քաղաքական տարիքային առումով կների տարիքները պետք է մարտական գործող դիրքերում այդքան ծառայություն տանեն զորավարություններին մասնակցեն, որը արվում այսօր բանակի կողմից եւ շատ ողջունելի է։ Բայց թվակազմի կրճատումը իրենից վտանգ չի ներկայացնում արդյոք։ Գիտեք ոնց թվակազմի կրճատումը ես չեմ կարծում, որ վտանգ կառաջացնի, լավն է ավելի ճիշտն է, որ պրոֆեսիոնալ զգացած եմ, որ մեր բանակը գնում է որակի վրա եւ պրոֆեսիոնալ զգացած եմ, որ մեր բանակը գնում է որակի վրա եւ ժամանակի ընթացքում եկեք գնահատական չտանք, ուզում եք մաս փնտրեք։ Կառավարությունն իշխանությունը Դուք ասացիք մեր բանակը պետք է լինի մարտունակ, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասել է մեր բանակը ոչ թե պետք է լինի մարտունակ, այլ պաշտպանողունակ։ Մարտունակը պաշտպանողական չի։ Մենք այսօր, լսեք, այսօր լուրջ քաղաքականություն է վարում, դուք գիտեք այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման հետ շատ մարդիկ ինձ են փնովում, բա Արցախն ուրա Արցախը տվի, ես Արցախ չեմ տվել։ Երկրապան քիչ առաջ որ դուք ասիք ձևավորել սպարապետ Վազգեն Սարգսյանը 93 թվին, այսինքն 90 թվականից երկրապան կա, որ առաջին համագումարը եղել 93 թվականին ու երկրապահի գործունեությունը սպարապետորյոք ու մինչև հիմա մարտական դիրքերի պաշտպանությունն է, մեր պետական սահմանների Արցախ աշխարհի պաշտպանությունն էր, որը մենք անում ենք։ Բայց այսօր եթե մենք գոռանք, գոչենք, գնանք, վերցնենք, չգիտեմ ինչեր կանենք, որ անում են շատ մարդիկ, ֆեյք էջերը, բան ամեն ինչ ասում են։ Այդ տեսեն որ միտեղ նայել եմ մեկ ասում է երկրապահը պիտի ցրեն Սասուն Միքայելյանի Նիկոլ Փաշինյան ասել է 10 միլիոն փող կտամ, ապուշություն, էնել Նիկոլ Փաշինյանը։ Այդ Սասուն Միքայելյանն ասել է 3 միլիոն տվեք տղերքի բերանը փակեմ, մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք, միշտ էլ մեր հողի վրա կանգնած ենք պինդամուր։ Ով նահատակվի հավերժի շատակ իրանց, հավերժ փառք իրանց, բայց այսօր մենք հասկանանք, մենք կենթանի մնացածներից, որ մնացել ենք այսօր կենթանի, մենք ներ զոհված նահատակված եղբայրների կենթանի հոգիներն ենք։ Մենք այն գործն ենք շարունակում։ Իսկ Արցախն ուրա թող հաշտան մարդիկ։ Մի տեսակ այս կուրսի հետ վրասի արտաքին քաղաքականության մի տեսակ ասում են մենք Ռուսաստանը, մենք ոնց կլինենք, Արցախը ով էր Արցախում կանգնած որպես խաղապահուշ, որ պետությունն էր, գիտես, որն էր, Ռուսաստանը չտվեց Արցախը։ Իսկ ով էր Արցախում կանգնած գոռում Արցախը Հայաստան է եւ վերջ։ Լսեք, գիտեք ոնց բաներ կան, որ մեր լրագրողները մի բանից իմ արցազրույցներում միտեղից բռնվում եք մի հատ, ես գիտեք, որ մի քիչ էմոցիոնալ եմ ներվայնանում եմ։ Բացահայտելու համար ճշմարտությունը։ Դե մի մարդը վահիտակ ասել է Արցախ Հայաստանը եւ այն ժամանակ իրոք այն ուրիշ ձև էր մտածում։ Բայց եկավ 44 օրյա պատերազմը, եկավ այս չգիտեմ ինչ խաղերը Արցախ աշխարհի հետ կապված իդեմս Ռուսաստանի եւ այսօրն ենք։
հանդիսանում պատերազմը, ավելի Տեսեք, մոտեցնելու մեր սահմաններին։ ժամանակի ընթացքում, եթե այսօր իրավիճակը, այդ տեսեք, ես իմ վրա բերեմ օրինակ, ես իմ հարցազրույցում ինչքան հիշում եմ Թալինում, որ ասի այս շարժումը ոչ պակասել, քան թե Արցախյան շարժումը, բերի ինչեմ որ ասիք ես որ դի չասի Արցախ չեն գնի, այսինքն չէին տալի Արցախը իդեմ Ռուսաստանի ձեռքով, բերին հանին մինչև այսօր ասում են էդի, բայց ես ուրիշ բան եմ ասել, ձևափոխեցին ուրիշ բան ասին, եւ պայտակ ես այդ ինչ համար եմ ասել, լսեք, Նիկոլ Փաշինյանը որ ասել վարչապետ չէր այդ ժամանակ, թե վարչապետ էր, հա, բայց ես sense օրինակ իմ վրա եմ բերում, որ դուք ավելի բարձ հասկանալի լինի ձեր համար, որ ես այն ժամանակ ինչ եմ, որովհետև ես հասկանում եմ, որ եթե ես վիճակով գնա, Արցախը մենք կորցնելու ենք իրանց պահվածքը, եւ ես ավելացնել Բակո Սահակյանին մեր նախագահի նախքին ասել եմ, որ հավաքել այդ տղերքին 7-ին թե 10 հոգի։ Նստենք ասենք, ես եմ ասել, դուք բան ունեք, մենք պատերազմ ենք անցել արել, մի տարի քաղաքականացրեք, արեք զանգեք ասեք, ասում ես ինչ ես ասել։ Եվ այսօր առավել եւս մենք պետք է խելոք լինենք, շատ խելոք լինենք, համախմբված լինենք։ Մեր շուրջ դուք բոլորդ էլ հասկանում եք, ինչա կատարվում խոշոր տիրույթների, ես որ կարողանանք պահել։ Թե չէ, ես էլ եմ բաժակ բերել եմ, ասում, որ կտաս պարոն նախագահ, ասում եմ, ես ճիշտ եմ ասել, դե չեմ ասում ինչ ասավ, հետո մոտեցավ, ասավ ապրես դու։ Ես եկել եմ գնացել եմ մարտական ընկերների մոտ, ասել եմ, ես եմ ասել, ես մի ել եմ ասում, Արցախը, որ չկորցնենք հետագայում, հետո գիտեք ինչ ալան-թալաներ սկսե։ Այսօր դուք պարզ նայում եք, ինչա կատարվում այսօր մեր Հայաստանի Հանրապետություն իշ գումարներ են շորթե։ Այսինքն պետական բյուջեն որոշ չափի պետական բյուջե է ձևական, ձևավորված, մնացածը դե արդեն բոլորիս պարզ է։ Եվ ժամանակի ընթացքում պետք չի շտապել։ Ժամանակը ցույց կտա։ Ամեն ինչի դատավորը Աստվածն ու ժողովուրդը։